Բասենի մշակույթի տունը գյուղի տարեցների հիմնական հավաքատեղին է, թղթախաղ, նարդիցրանք բասենցիների համար հիմնական զբաղմունք են դարձել։ Այդպես մինչև ինչքան ժամանակ կարելի է համբերել, եթե ժողովուրդը ուզում է մի բանով զբաղվի, որևէ կարտ խաղալով կամ նարդ եղնի, շախմատ եղնի, որևէ միջոցառումներ, կինո, թատրոն, այդ բոլորը կտրվել ամեն ինչից։ Հիմա չկա։ Դե մի սրանից հետո ինչ կլինի, դիք դժվար է ասելը։ Դառնանք մեծ եմ արտառնանք, շրջապատի մեջ մննենք, հա։ Մեր երիտասարդուտերն սնդեղ թուղթ են խաղում, էլ մենք մենց ենք, ճանդամ։ Են ջայլներն դեղ թուղթ են խաղում, թուղթ խաղած երևը մի ուլիցի վրա, մենք մեկ արախ պիվակարնին խմեն, զարժենք իրար։ Բասենի մշակույթի տան այս փոքրիկ ու ցուրտ անկյունը տարիներ առաջ գյուղապետի ջանքերով է որոշակի բարեկարգվել։ Հսկա շենքը տարիներ շարունակ անտարբերության է մատնված, տարեց տարի այն ավելի է քայքայվում։ Վերևը լրիվ քանդված է։ Այս ներքևն է, այս մեր սենյակն է մնացել։ Էլ ուրիշ սենյակ չկա։ Լրիվ քանդված է, որը գուզես վերու, որ դուրը բանաս քանդված է։ Գրադարանը վերևը, գրադարանին հին կրտերը առաջվա երկրորդ հարգը մեզ սենյակում սպես առանցին կա, այնտեղ հավատել են, գրադարանը չկա։ 88-ի աղետի հետևանքով մշակույթի տունը մասամբ փլուզվել է, թեկուզ պատերը կանգուն են, սակայն վթարայնության 4-րդ աստիճան ունեցող շենքում պարբերաբար քարաթափում է նկատվում։ 69 թվին է կառուցվել շինությունը։ Աշխատել է մոտավորապես 10 տարի երևի։ Այդից հետո երկրաշարժից հետո ոչ մի աշխատանք, ոչ մի բան։ Այդպես էլ աբարդուն ամեն ինչ անցնում, ու տերեղնողել չկա։ Երկրորդ հարգը լրիվ քանդված, զալը լրիվ քանդված։ Ինչ ասեմ, տագնու վրա եղած էսի։ Պարերը քաշադեր, հմի հեչ բանեմ չկա, պարերը կող քանդին տարան, պատվել, ուղեղոր կատելնիներ տարան, հդոք չա քանդին տարան, չթողեցին։ Հմի այդ ճուղապետը մինակ ինչ կրան է իրանը։ Հիմքերն ամուր են, վերակառուցել հնարավոր է, նշում են բասենցիները, միայն թե պետական աջակցությունը դեռ հասանելի չի այստեղ։ Կառավարությունը ուրեմն չգիտե, ամեն տեղեր արդեն մշակույթի տները վերանորոգում են, ինչ որ ստեղ եկան չափին, ձևեցին 2 տարի է, գալում են ստեղ պատերն են չափեմ, չգիտեմ ինչ են ենեմ, գալում նեսը հադագը բանը ու հեշտ բան չի ձեռնարկում։ Շիրակի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մշակութային հաստատության համար մոտակա տարիներին հատկացումներ նախատեսված չեն, սակայն բասենցին շարունակում է սպասել, որ գուցե մի օր այս հարցը լուծում կգտնի։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, այսօր։